44-օրյա պատերազմից հետո շատ քիչ մարտիկների անուններ են հայտնի լայն հանրությանը։ Խոսքը խիզախություն դասավորած ռազմիկների մասին է։ Տպավորություն է ստեղծվում նույնիսկ, որ փորձ է արվում շղաշել նման դրվագները։ Չեն տարածվում այն պատմությունները, որոնք կարող են փոքր-ինչ ոգևորել հանրությանը։ Մեր ցանկացած զոհը ընկալվում էր որպես նահատակ, այսինքն չգիտեմ, մարդը խրամատում նստած կամ մարդը տրանսպորտային միջոցի մեջ նստած զոհվեց, բայց դա ամենևին էլ այդպես չի։ Էդուարդը ջրականի շրջանը պաշտպանող դասակներից մեկի հրամանատարն է եղել։ Պատերազմի ընթացքում 10-ից ավելի զոհ է ունեցել։ Հենց նրանց կյանքի շնորհիվ է առաջնագիծը թշնամու գերակշիռ ուժերի հարձակումներից մի քանի օր պաշտպանվել։ 17 հոգանոց անձնակազմում 11 զոհ ա եղել, բայց այդ տղաներից մեծամասնությունը այնպիսի սխրագործություններ են արել, որի մասին որ լավ ես կարող եմ պատմել, բայց պատկերացրեք, թե ինչ տղաներ են եղել, որոնց մասին մենք չգիտենք, մենք չենք լսել, մենք չենք տեսել, իրենք ինչեր են արել մարտի դաշտում։ Չեմ խոսում այն տասնյակ խոցված զրահատեխնիկայի մասին, չեմ խոսում տասնյակներով խոցված հակառակորդի դասակների, գումարտակների մասին։ Պատերազմի մասնակիցների կարծիքով հիմա գնում է պատերազմի զոհերի արածն ազերծելու process, ինչն անընդունել է անկախ պատերազմի ելքից։ Սկզբում քեզ հաղթում են մտքում, հետո գետնի վրա։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։